Ինչի մասին է ասելիքս Մարտուն Գրիգորյանի լռության մասին, որքան որ ես կարողացա ծանոթանալ այս պահը մինչև ժամը 10-ն է, ուղիղ 10:00, 10:01, ժամը ուղիղ 10-ն է ապրիլի 1-ի ու հլը որ Մարտուն Գրիգորյանից խեր խաբար չկա։ Ինչպես գիտեք, Գյումրու ընտրությունների արդյունքներում, թեև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ՔՊ-ն, որը հեսա կհիմնավորեմ, թե ինչու է քրյա պոպուլիստական կուսակցություն, ոչ թե քաղաքացիական պայմանագիր, այլ քրյա պոպուլիստական կուսակցություն, քանի որ ՔՊ-ն իհարկե ձայներով առաջի տեղում էր, բայց ընդդիմադիր թեկնածուների ձայները միասին վերցված ավելի շատ էին եւ հիմա էլ ավելի շատ են, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ քրյա պոպուլիստ կուսակցության ձայները։ Մի քիչ ավելի հեռվից գամ, ներողություն եմ խնդրում, մի քիչ պիտի կոպիտ խոսեմ, որոշ տեղեր պիտի կոպիտ խոսեմ։ Ուրեմն առաջին, սա Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էր։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր Գյումրու բնակիչ չեն, քաղաքացի չեն, գրանցված չեն Գյումրում, բոլոր նրանց այս ընտրությունները վերաբերվում է անուղղակի կամ ընդհանրապես չի վերաբերվում։ Այսինքն այս ընտրություններում խոսք ասելու իրավունք ունեն բացառապես գյումրեցիները, ինչպես բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերաբերում են միայն այն տեղերին, այն տեղերի բնակչությանը, որտեղ որ ընտրությունները ընթանում են։ Հետևաբար Գյումրու ընտրությունները դա միայն գյումրեցիների գործն է։ Միայն գյումրեցիների գործն է։ Գնահատականներ, որակումներ, հավանում են, չեն հավանում, բալելշիկի երկրպագուի կարգավիճակով կողքից դիտորդի անկապ դիտորդի կարգավիճակով բոլորս կարող են կարծիք հայտնել, մեր ճաշակը ներկայացնել, բայց թե ով պիտի լինի Գյումրիում իշխանություն, դա որոշում են բացառապես գյումրեցիները եւ միայն գյումրեցիները։ Սա առաջին։ Այնպես որ ինչպես են բաշխվել արդյունքները, դա մեր գործը չի, դա գյումրեցիների գործն է եւ իրանք կարող են գնահատական տալ։ Երկրորդ, արդեն գյումրեցիների սա խոսքս ուղված։ Եթե գյումրեցիները դժգոհ են ընտրության արդյունքներից, ապա ընտրությունները համընդհանուր էին։ Այսինքն ընտրություններին կարող էին մասնակցել ընտրության իրավունք ունեցող բոլոր գյումրեցիները։ Մասնակցել են մինչև 50%, 40 քանի տոկոսն է ընտրողների մասնակցել։ Դիցուք մի 10-20, նույնիսկ 30%-ը ենթադրենք, բացակայում էր հանրապետությունից։ Կամ չգիտեմ, անկասելի ինչ որ արգելք կար, այնպիսի դրության մեջ էին, որ չէին կարող ընտրության օրը լինել Գյումրիում եւ մասնակցել ընտրությանը։ Առնվազն մի 20-30%-ը ընտրողների հենց այնպես նստել է տունը ու չի մասնակցել ընտրությանը։ Հետևաբար ոչ ոք դժգոհելու առիթ չի կարող ունենալ։ Դժգոհելու առիթ կարող եք ունենալ ընտրակեղծիքից, չգիտեմ, ադմինիստրատիվ լծակը օգտագործելուց, խնամի ծանոթ բարեկամական, բայց դա էլ ձեր մշակույթն է։ Դա էլ ձեր մակարդակն է։ Էտա ուզենք թե չուզենք եւ ոչ միայն Գյումրի, այլ նույնիսկ երևի մնացած, օրինակ ես Վեդիից եմ, մեր մոտ ավելի բեթար վիճակ լինի։ Նու դա էլ մեր մշակույթն է, տենց ասեմ, բայց տվյալ դեպքում Գյումրու մասին է խոսքը։ Ուրեմն, ովքեր որ մասնակցել են ընտրություններին, այսինքն կամ տեխնատություն են ներկայացրել, կամ գնացել են քվեարկել են, այսինքն մասնակցել են քաղաքականությանը։ Այդ մարդիկ թող ընդունեն իրանց արդյունքները, իրանց մրցակիցները կամ չգիտեմ, այսպիսին են, որպիսին են, գրանցել են այնպիսի արդյունք, ինչպիսին որ գրանցել են, իսկ նրանք ովքեր չեն մասնակցել ընտրություններին, այսինքն ոչ տեխնատություն են ներկայացրել, ոչ էլ մասնակցել են ընտրություններին, նրանք ընդհանրապես բողոքելու տեղ չունեն, խոսալու տեղ չունեն։ Նրանք պետքա ոնց նստել են դիվանին հեռվից հեռու, հնարավորություն ունենալով մասնակցել, չեն մասնակցել, դա իրանց խնդիրն է արդեն։ Անձնական խնդիրն է, իրանց խելքից է, ինչ որ այա, իրանց գործողություններից կամ անգործությունից է։ Այնպես որ ընդունում ենք արդյունքները այնպես, ինչպիսին դրանք կան։ Իսկ ինչպիսին են արդյունքները, ընդդիմությունը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ
ոչ թե ընդդիմությունն է, դա գլխավորում այլ առաջի տեղը ընդդիմության մեջ ինքն է, ամենաշատ ձայն ինքն է հավաքել, ամենաշատ ռեսուրս ինքն է մոբիլիզացրել, ամենաշատ ընտրողը ինքն է մոբիլիզացրել, այս դեպքում ոչ ռեսուրս, ինքն է մոբիլիզացրել, ընդունեք գիտություն, դուք ելնեիք ավելի լավ անեիք, գնայիք Լևոն Բարսեղյանի օգտին քվեարկեիք, գնացել եք, չէ, ինչքան եք գնացել, ինչքան գնացել եք, այդքան ավելի արդյունք եք ստացել, ճանաչեք ինքներդ ձեզ հայլու առաջ։ Հայաստանում բժշկությունը բավականին բարձր մակարդակի է համեմատած աշխարհի եւ հարևան երկրների։ Ինչու՞, որտեղ բժիշկը շատ արագ է արդյունքը տենում իր ճիշտ կամ սխալ արած քայլի։ Այս քաղաքական process-ներում ընտրությունները այնքան ուշուշ են, իրական բախումը այնքան ուշուշ է, որ մարդիկ, չգիտեմ, անակնկալի են գալի, երբ որ հասկանում են, որ իրանց ուտոպիաները կամ իլյուզիաները չեն համապատասխանում իրականության հետ։ Մի հատ 20 թվականի պատերազմ ունեցանք, ամբողջ ազգը միջև հիմա շոկի մեջ է։ Ընկեր ջան, կյանքը այդպիսի բան է, քննությունն այդպիսի բան է, քննությունից կդրվելն այդպիսի բան է։ Նույնիսկ քաղաքական գործիչները դեբատներ չեն անում, չեն համարձակվում կամ չեն ուզում բանավեճերի գնան եթերներում։ Եթե նայում եք եթերներում, մարդիկ մենախոսում են։ Ինչ են մենախոսում։ Դուխ չունեն հլնեն կոնկուրենտի հետ, մրցակցի հետ բանավիճեն։ Իսկ դա ցույց կտա իրականում ով է։ Ոչ թե դիմացդ միամիտ լրագրողը, որը որոշակի քաղաքավարությունից ելնելով կարող է շատ չնեղացնի։ Դու այդքան դուխ ունես, ես իհարկե ասում եմ, քաղաքական դաշտում ով կա, բոլորին հրավիրում են բանավեճի, էսի առիթ օգտագործելով ասեմ, բոլորին, ցանկացած թեմայով հրավիրում են բանավեճի։ Մեկը կա արձագանքի, խնդրեմ, արձագանքեք բանավիճենք, ձեր ուզած թեմայով, ձեր հիմնական թեզերի շուրջ, իմ հիմնական թեզերի շուրջ։ Հիմա այս տեսակ քաղաքական դաշտում հանգարց ընտրությունն է տեղի ունեցել, դաշտում, որտեղ նույնիսկ մարդիկ վախում են հրապարակային բանավեճից, տեղի ունեցել ընտրություն, գրանցվել են արդյունքներ, ընդունեք գիտություն այդ արդյունքները։ Վերջ։ Սա այսպես, սենց է լինում։ Ավելին ասեմ, մեզանից գողացել են մի ընտրություն, այսինքն տվյալ դեպքում կարծես թե քաղաքապետի դեմքով ավագանի են ընտրում։ Մի հատ պետք է քաղաքապետ ընտրեին առանձին, մի հատ էլ ավագանի պետք է ընտրեին առանձին, որպեսզի մարդիկ ավելի հաճախ մասնակցեին ընտրությունների, որպեսզի ասենց անակնկալներ, վայ, պարզվում է Գյումրիում այսպես են մարդիկ ընտրում, տո լավ են անում, չուզողի աշկի թայն էլ հանում են, հենց այտենց։ Ընտրությունները հաճախակի դրեք, քաղաքականությանը հաճախակի մասնակցեք, թեև էլի մասնակցությունից օրինակ ես գոհ եմ, էլի որպես կողքից դիտող։ Հիմա գանք Մարտուն Գրիգորյանի լռությանը։ Մարտուն Գրիգորյանը գրել է, գոնե այս պահը նորություն չկա, գրել է Facebook-յան իր գրառումը, բայց երեկվա է, որ ՔՊ-ից չի լինելու քաղաքապետ Գյումրիում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է տարբերակ 1. Ինքը միանալու է ընդդիմության մնացած գործիչներին, որտեղ մյուսները ասել են, որ Վարդան Ղուկասյանի տեխնատությունն են, քաղաքապետի որպես տեխնատությունն են, ճանաչում, սատարում։ Արում տարբերակ 1. Եթե Մարտուն Գրիգորյանն էլ սատարի, կլինի ուրեմն Վարդան Ղուկասյանը որպես քաղաքապետ Գյումրու, ավագանին էլ մեծամասնությամբ ընդդիմադիր, եւ այո, ՔՊ-ն չի լինի քաղաքապետ։ Մյուս տարբերակ, որ Վարդան Ղուկասյանը այն մյուսների հետ, Ռուբեն Մխիթարյանի եւ այն մյուս ընդդիմադիր ուրեմն շեմը հատած տեխնացուի հետ, պիտի Մարտուն Գրիգորյանի տեխնատությունը ուրեմն որպես քաղաքապետ ճանաչեն, որպեսզի ՔՊ-ն չլինի։ Եվ երրորդ տարբերակ, Մարտուն Գրիգորյանի տեխնատությունը առաջաբերում ՔՊ-ն քաղաքացիական պայմանագիրը, բանակցում է Մարտուն Գրիգորյանի հետ եւ միասին երկուսով Մարտուն Գրիգորյանի տեխնատությունն են դնում որպես քաղաքապետ։ Էս էլ է տարբերակ, չի բացառվում։ Ու ինձ թվում է, սա ինձ թվում է, հենց այս բանակցություններն են գնում հիմա։ ՔՊ-ն եւ Մարտուն Գրիգորյանը բանակցում են, որպեսզի Մարտուն Գրիգորյանը քաղաքապետ դառնա։ ՔՊ-ն իր ձայները տա Մարտուն Գրիգորյանին։ Այսպիսով էլի դառնան մեծամասնություն։ Սա որքանով է ազնիվ, որքանով է անազնիվ, կարանք քննարկենք։
Բայց ինձ թվում է այսպիսի մի բան հիմա տեղի է ունենում։ Ինչից է մեզ եզրակացությունն անում։ Ես այսօր լսեցի Վարդան Ղուկասյանի հարցազրույցը 24 News-ով էր։ Միգուցե ուրիշ տեղեր էլ է հարցազրույց տվել։ 24 News-ով այդ հարցազրույցում ես տեսա դժգոհություն, բայց զրույցի մեջ նա տեղ էր թողում, որ միգուցե Մարտուն Գրիգորյանը այնուամենայնիվ միանա իրենց։ Այնտեղ տարբերակ են քննարկում, որ միգուցե Մարտուն Գրիգորյանը քվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին, բայց չմիանա կոալիցիա որպես իրենց հետ։ Նու դա էլ է տարբերակ, որպես 4-րդ տարբերակ։ Բայց այս դեպքում ես չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը այսքան լարված կխոսեր։ Բայց նա լարված էր խոսում։ Այսինքն եւ տեղ էր թողում համագործակցության, միևնույն ժամանակ այսպես հանդիմանում էր անորոշության կամ, չգիտեմ, ոչ հաստատական պահվածքի համար Մարտուն Գրիգորյանին։ Հատուկ նշելով, որ եթե նրանց մեջ եղել են անձնական հարցեր, հիմա խոսքը դրա մասին չի, խոսքը քաղաքական կուլիսներում ընթացող քաղաքական պրոցեսների մասին են, որի մասին ճիշտ չեն խոսում, դեռ։ Ես լսեցի նաև Միքայել arczepiskopos Աչապահյանին, նրա հարցազրույցը, էլի կարծեմ 24 News-ով, իդեպ առիթը օգտագործելով, սրբազան հայր, խոնարումս, նրա պատասխանները, նրա դիտարկումները էլի տանում էին այն մտքին, որ կան որոշակի տարաձայնություններ, որոշակի տարբերակներ, որոնք առաջի հայացքից մեզ տեսանելի չեն, բայց կուլիսներում ընթանում է քննարկում։ Բոլոր դեպքերում, ամեն դեպքում ես էլի ասում, ինձ խոսք չի հասնի, բայց ես չէի ուզենա Մարտուն Գրիգորյանը ի սկզբանե ընդդիմադիր ներկայանալով, վերջը ի սկզբանե որպես ընդդիմության եւս մի խաղացող ներկայանալով, վերջում կայացնի այնպիսի որոշում, որ թեկուզ իր տեխնատությունը քաղաքապետի հաստատելով ԿՊ-ն որպես մեծամասնություն իր արդեն ավականու անդամների հետ որպես մեծամասնություն գերիշխի։ Ես չէի ուզենա դա։ Ինչի չէի ուզենա, որովհետև դա կարելի է այդպես անել, բայց այդ դեպքում ի սկզբանե պիտի ասես, որ ես գնում եմ ընտրությունների մի տարբերակով, որ ես եմ լինելու առաջի համարը։ Կամ ես եմ լինում առաջի համարը, կամ ես ոչ ոքի հետ չեմ համագործակցի։ Այս դեպքում պետք է ի սկզբանե դու տնես, այդպես դիրքավորվես, որպեսզի ազնիվ լինի։ Այստեղ ազնվությունը ինչի համար է պետք, ժողովուրդ ջան։ Վերջին հաշվով ավելի շուտ այստեղ ոչ այնքան ազնվության, որքան կանխատեսելիության հարցն է։ Մենք միմյանց համար որպես գործընկերներ, նույնիսկ որպես մրցակիցներ պետք է կանխատեսելի լինենք։ Նույնիսկ մրցությունը, որ կոչվում է boi bez pravil, մարտեր առանց կանոնների, ունեն որոշակի կանոններ։ Այդ որոշակի կանոնները բերում են կանխատեսելիություն, ծայրահեղ վտանգավոր կամ չգիտեմ սպորտը մրցակցությունը այլանդակող, քանդող այդ պրոցեսներից հեռու պահելու համար։ Որոշակի կանոններ միշտ պետք է լինեն։ Անկամ եթե մարտեր են առանց կանոնների։ Եվ այդ կանոնները պետք է պահել։ Այդ կանոնները պետք է պահել։ Ոչ մի պահ, ոչ մի առաջարկ, ոչ մի շահեկանություն այնքան չարժի, որ մենք մեր վստահելի լինելը, մեր կանխատեսելի լինելը մեզ պես գործընկերների համար փոխանակենք, չգիտեմ, ինչ որ ավանտյուրայով։ Ավանտյուրան լավ տեղ չի տանում։ Բայց մի խոսքով ԿՊ-ն կարծում եմ, ԿՊ-ի համար գոնե այլ տարբերակ չկա։ Եթե Մարտուն Գրիգորյանի համար կան տարբերակներ հիմա, եթե միգուցե նույնիսկ Վարդան Ղուկասյանի, Ռուբեն Մխիթարյանի եւ երրորդ այդ ուժի համար ընդդիմադիր կան որոշակի տարբերակներ, որ իրանք կարան քննարկեն կամ չգիտեմ, ԿՊ-ի համար տարբերակ չկա։ Միակ տարբերակը, որ նա առաջարկի Մարտուն Գրիգորյանի, ուրեմն տեխնատությունը որպես քաղաքապետ եւ վերցնի իշխանությունը ավականիում մեծամասնության տեսքով։
Երկրորդ տարբերակը դա արդեն ապօրինի տարբերակա գործ հարուցել Վարդան Ղուկասյանի վրա եւ նրան որպես թեկնածու մեկուսացնել։ Ժողովուրդ ջան, այսօր չեն հիշում, որ Վարդան Ղուկասյանը ունի քրեական անցյալ։ Ենթադրենք, կամ հենց չենթադրենք, հենց էլ այդպես։ Էդի այսօր չեն անում, էդի անում են մի տարի առաջ, 5 տարի առաջ, 7 տարի առաջ։ Այսօր արդեն դա հիշելը շանտղություն է։ Այսօր դա հիշել, գործ հարուցել, ինչ գործով ու թեկուզ են հեռախոսով զրույցը, որ ասում է ինձանով մարդ եք դառը չհամարցակվեք, այս անգամ ինձ չընտրեք։ Թեկուզը տենց մի բան, ու հետ էլ հայոյանք։ Թեկուզ այդ արդեն շանտղություն է։ Դրա վրա գործ սարքել ու ձեր պարտությունը ժողովուրդը մի կերպ գալիս է այն մտքին, որ հնարավոր է ընտրությունով բան փոխել։ Մի կերպ գալիս է այդ մտքին։ Էսի Մարտուն Գրիգորյանին էլ է վերաբերվում։ Ժողովուրդը մի կերպ գալիս է այդ մտքին։ Ժողովուրդը մի կերպ սկսում է ինչ որ արժեքի հավատալ, ինչ որ իդեալի հավատալ։ Մի կոտրեք մարդկանց հոգում այդ իդեալի ծնունդը։ Դիմացը 26 թվականի շատ ծանր ու շատ լուրջ, շատ պատասխանատու եւ ճակատագրական ընտրություններ են։ Մարդկանց մեջ մի կոտրեք այդ հավատը մարդկայնության, տղամարդկայնության նկատմամբ, թասիբի նկատմամբ, հատկապես գյումրեցու մոտ։ Մարդիկ այս անգամ կրկնակի ավելի շատ են մասնակցել ընտրություններին, Գյումրու տեղական, քան նախորդ անգամ։ Դա նշանակում է զգալի չափով մարդկանց մեջ ինչ որ մի բան փոխվում է։ Դիմացը 26 թվի ընտրություններն են։ Եկեք կանխատեսելիությունը չխախտենք։ Եկեք եթե օրինակ ես վաղը մտածում եմ այդպիսի մի բան անեմ, ես ի սկզբանե ասում եմ Քոչարյանի հետ չեմ միանա, ոչ մեկի հետ չեմ միանա, կամ կմիանամ նրա հետ, ով որ ինձ առաջի համարով կընդունի որպես, չգիտեմ, քաղաքապետ կամ տվյալ դեպքում վարչապետ։ Ենթադրենք, ես այդպիսի բան չեմ առաջարկի, որտեղ իմ ծրագիրը, մեր ծրագիրը, հենց հիմա հիմնադիր զավակները դրանով են զբաղվում, դա նոր սահմանադրության ընդունումն է։ Այսինքն գալ իշխանության, փոխել սահմանադրությունը եւ սկսել լրիվ այլ ֆորմատով, այլ փոխադարձ հարգանքի եւ, չգիտեմ, այլ օրենքներով, այլ հասարակարգով, սկսել այլ հասարակարգով։ Դրա մասին ենք մտածում։ Բայց ես եթե ի սկզբանե դա հայտարարեմ, որ ով ինձ այդ հարցում սատարի, ես նրա հետ եմ։ Սա մի բան է։ Եվ բոլորովին այլ բան է, ի սկզբանե դիրքավորվել մի խումբ ուժերի հետ նույն գծի վրա, նույն նպատակին, մեկի դեմ, հետո այդ մեկի հետ գնամ համագործակցության, թեկուզ արդեն իմ դեմքով։ Դա այլ բան է արդեն։ Ես սրանից մտավախություն ունեմ։ Միգուցե այս ամբողջ, որ ներկայացրեցի, այս ամբողջ վերլուծությունը, միգուցե սա սխալ է։ Միգուցե սա սխալ է, չեմ կարող ասել։ Բայց այսպիսի մտավախություն ունեմ։ Ժողովրդի մեջ, ու նույնը ԿՊ-ին է վերաբերվում, ժողովրդի մեջ հազիվ հույսի նշույլ է արթնանում, որ հնարավոր է քաղաքական պրոցեսներում ինչ-որ բան անել։ Ինձ գրում են մի րոպեից ասեմ, որ ոնց հասկանում չեն իմանում, որ լայվ եմ անում։ Կներեք էլի մի հատ պատասխանեմ։ Այսպես։ Հիմա մի ուրիշ հարց է։ Տեղական ինքնակառավարման ընտրությունները արդեն իսկ ԿՊ-ն ապականեց ինչքան կարող էր։ Սա տեղական ինքնակառավարման ընտրություններ էր։ Բայց արի ու տես, որ այդ հանրահավաքի օրը, Սարիկի հանրահավաքի օրը, Վեդու քաղաքապետը գնացել է, որքան հասկացա, այդ օրն էր։ Վեդու քաղաքապետը, վեդյում գործ չունես։ Վեդու քաղաքապետ, մեր վեդու քաղաքապետ։ Դու վեդյում գործ ունես, Գյումրու հանրահավաքներին ինչ գործ ունես։
ասենք ԿՊ-եք հետո ձեզ ինչ նույն ձևով վեդիա եկել ընտրությունների համար Պապիկյանը նույն Վիլենի դեպքը մի բան կանրադառնամ այդ հարբած էր խմած էր թե ոնց էր դրանց չեմ անդրադառնա հայոյե չայո դրան էլ չեմ անդրադառնա Տղեկ ջան դուք ինչ գործ ունեք դուք Գյումրեցի եք չէ Բա ինչ գործ ունեք Գյումրու տեղական ինքնակառավարման ընտրություններին Վանաձորի նախկին չգիտեմ քաղաքապետներ թե մարզպետներ թե ովեր Դուք ինչ գործ ունեք Գյումրու տեղական ինքնակառավարման ընտրություն բանակի քեֆա ինչա դա Ինչա դա Թայֆա խփոցի ամեն մեկը իր անգերներին աղբերներին զանգի հավաքի գա հետո էլ խոսում եք քրեականը սենց բա քրեականը էլ ոնց ալնում Տեղական ինքնակառավարման ինչքան բարեկամ ծանոթ ունեն տարբեր մարզերից հավաք է բերել լցել են միտեղ Դուք ինչ գործ ունեք ընդ Էդ քրեական ենթամշակույթը Այդ կլանային մշակույթը այ մարդ դուք մի բան քպեն մի բան կարան իրավապահների միջոցով հետևել process-ների օրինականությանը ուրիշ ոչ մի բան Էլի կամ հիմնադիր զավակներին որ նու համենայնպես այս տարբերակի վրա մտածում ենք որ տեղական ինքնակառավարումը դա անկախ համարմին է Ոնց որ դատականը գործադիրից ազգային ժողովից է անկախ կառավարությունից է անկախ օրենսդիրը ազգային ժողովը կառավարությունից ու դատարանից է անկախ ամեն մեկը իր համար անկախ պետական մարմին է նայել տեղական ինքնակառավարման ոչ պետական տեղական ինքնակառավարման առանձին մարմին է Դուք ինչ գործ ունեք գնում թաթախվում քչփորում Բա կրիմինալը էլ ոնց է լինում պետական մասշտաբով պետական մակարդակով գնում մասնակցում եք տեղական ինքնակառավարման ընտրություններին հանրային իշխանությանը միջամտում եք պետական իշխանությունից ով է ձեզ դա թույլ տվե Եթե տենց օրենք կա որ դա թույլ է ուրեմն պիտի փոխվի այդ օրենքը ուրեմն դա անիրավ օրենք է անիրավ Որովհետև դուք խախտում եք տեղում ինքնակառավարելու համար ընտրություն անող քաղաքացու իրավունքը Սահմանադրության մեջ էսի պիտի ֆիքսվի տեղական ինքնակառավարման ընտրությունները պիտի լինեն անկուսակցական պայքար ու մասնակցեն միայն տեղի խաղացողները Խի Գյումրիում այդքան իսան չկար ԿՊ-ից հա իսան չկար որ դուք Կիրովականից, Վանաձորից, Վեդիից, չգիտեմ Աբարանից, որտեղից Երևանից իսան չկար Գյումրիում ԿՊ-ական Կարկառուն դեմքեր, ներկայացուցիչներ, այդ ավականի եք չէ ընտրում Ավականին, քանի հոգուց է բաղկացած Իսկ հիմա դեմքով այդ ավականուն ճանաչում եք ժողովուրդ Գոնե գյումրեցիները այդ ավականուն անդամներին դեմքով ճանաչում են ում են ընտրել Թե գնացել են քաղաքապետ են ընտրել, պարզվում է ավականի ընտրություններ Սա ծաղր է, սա ձեռ առնոցի է ժողովրդավարության, ընտրական քվեարկության ինստիտուտի, տեղական ինքնակառավարման եւ առհասարակ հանրապետական իշխանության հանդեպ սա ծաղր է Այս սա է ծաղրը ոչ թե անսթափ վիճակում բանին լրագրողի հետ կոպիտ խոսալը կամ նույնիսկ հայոյանքով խոսալը Նա տեսնում եք, որովհետև այդքան պրիմիտիվ է, քաղաքական ձեր տահասությունը թույլատալի տեսնել, որ ընդեղ պրոբլեմ կա, երբ որ հայոյում է, բայց որ մի ամբողջ պետական ապարատ անիրավ գործողություն է անում, ոտնահարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրելու քաղաքացու իրավունքը, այ դա չեք տեսնում։ Դա սովորական է։ Դա սովորական է։ Իդեպ Վիլենն էլ իմ անձնական կարծիքը ասեմ, որպես մարդ, որպես տղա, որպես իմ դասընկեր, մենք նույն համալսարանում ենք սովորել։ Վիլենի պես տղեկ ԿՊ-ում, չգիտեմ, շատ քիչ կան, շատ քիչ կան։ Ընդհանրապես կուսակցական կազմակերպություններում շատ քիչ կան։ Այդ մակարդակի տղեկ։ Դա էլ իմ կարծիքը Վիլենի մասին։ Իր արարքի մասին գնահատականներ տվել եք, չեմ ուզում, ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, ուզում ասեմ, այն ամենը ինչ կատարում է Վիլենի արածի համեմատ, գիտեք որտեղ, այնքան բարձր ու
Բարդ ու ծանր է, որ չեք էլ տենում, որտեղ սովորական է դառել ձեզ։ Եվ եթե հանգարց քրեական հետապնդում սկսեցին Վարդան Ղուկասյանի հանդեպ, դա շան տղություն ալնելու։ Դա իմ բարոյական գնահատականը որպես քաղաքացի։ Բան ունեիք ասելու միջև այդ ասեք։ Եվ երրորդ կամ չորրորդ, չգիտեմ։ Ինձ պետք է, որ Նիկոլենք չլինեն մենաշնորհած դաշտը։ Մենաշնորհած դաշտում չկա մրցակցություն։ Ինձ պետք է, որ լինի մրցակցություն։ Ինձ պետք է, որ Գյումրիում էլի մի քանի տեղերում թեկուզ նախկին կամ չգիտեմ քոչարյանական կամ սերժական ուժեր լինեն, որպեսզի լինի մրցակցություն, որպեսզի Նիկոլենք իսկականից զբաղվեն իրավապահ գործունեությամբ, որպեսզի կեսից լույսերը չհանգի, հələ բախտերս բերեց են վերջում լույսերը հանգավ, բա որ ընթացքում լույսերը հանգեր։ Քվեաթերթիկները հաշվելուց ու եկել լույսերը ցելի թաղամասում գնում է։ Դրանով պիտի զբաղվեն։ Ոնց անեն, որ այնտեղ հանգարց լույսերը չգնա։ Կամ լույսերը գնաց մի անգամից մի հատ ուրիշ լույս վառվի կողքից։ Տեսանկարահանումը շարունակվի։ Ասա շատ 26 թիվը շատ ավելի լուրջ է ալնելու։ 26 թիվը շատ ավելի ծանր պատասխանատու ընտրություն ալնելու։ Այն աստիճան լարված կարա լինի 26 թիվը, որ ընդհուպ միջև խաղաղ ավարտելու հարցեր բարձրանանք։ Մենք կկարանանք խաղաղ ավարտել այդ ընտրությունները։ Դրա համար այսօր մի ապականեք այն, ես հատկապես այդ ՔՊԻ-ն է վերաբերվում։ Մի ապականեք այն, ինչը որ 26 թվին մարդկանց իրանց խաղաղ, adekvat, այսպես ցիվիլ պահելու հույս է ներշնչում։ Դա մի ապականեք։ Կամ ուզում եք ապականեք, հարց չկա, բայց հետո չասեք խի սենց եղավ։ Կամ ապականեք։ Ձեր կարճ հաշվարկով ապականեք։ Երևանցիներին էլ այն իսկ ավելի ճիշտ Facebook-ը հայությանը էլի պետք է գարնամ, ես ճիշտ հասկացեք, կնես չի որ պաշտպանում եմ Վարդան Ղուկասյանին, չնայած որ մտքից դրեմ կպաշտպանեմ էլ, չնայած չեմ էլ կարծում որ նա իմ պաշտպանության կարիքն ունի։ Ժողովուրդ ջան, այդ մարդը 20%-ը մասնակիցները ինքն է մոբիլիզացրել։ Պրոբլեմա, այսօր ինչի Երևանի ընտրություններին 30%-ը մասնակցեց ընտրությունների, որտեղ այդքան ուժեր միասին կարացան բնակչության ընտրողների 30%-ին մոբիլիզացնեն տանեն ընտրատարածք։ ՔՊ-ն իր վարչական ռեսուրսով, էսով, այնով, չգիտեմ 30 քանի տոկոսին է կարացել մոբիլիզացնի։ Չնայած 30 քանի չէ 18%-ին։ Այսինքն այն որ հաշվի առնենք 50%-ը չի մասնակցել, 18%-ին ընտրողների կարացել մոբիլիզացնի։ Վարդան Ղուկասյանը 10%, 10%-ից ավելը ընդհանուր ընտրողների կարացել է մոբիլիզացնի։ Չգիտեմ, այնտեղ ասենք Մարտուն Գրիգորյանը, չգիտեմ, 3%-ին է մոբիլիզացրել, որ 50%-ը չեմ մասնակցում, դառնում է 6%։ Չգիտեմ, ճիշտ եմ ասում թվերը, թե չէ, բայց միտքս հետևյալն է։ Ամեն մարդ այնքան ձայն է հավաքել, ինչքան կարացել է մարդ մոբիլիզացնի, տնից հավաքի բերի ընտրատարածք։ Դուք սրա մասին մտածեք, դուք ոչ թե ասեք, այս մարդը խի է այսքան ձայն հավաքում, դուք ասեք, այսքան մարդ ինչի չի մասնակցում ընտրության։ 50%-ից ավել ինչի չեն մասնակցում ընտրության։ Մի մասը լավ, ինչ որ հարգելի պատճառ կա, բայց մյուսները ինչի չեն մասնակցում ընտրության։ Հեղափոխություններ են արել մարդիկ, որ ընտրության իրավունք ունենան։ Ընտրության իրավունք օրինակ, ստրուկները ինչ որ մի քաղաքակրթությունում չեն ունեցել։ Միայն ազատներն են ունեցել։ Ճորտերը չեն ունեցել ենթադրենք, միայն ազատներն են ունեցել։ Կանայք չեն ունեցել։ Չգիտեմ, սեփականություն չունեցող տղամարդիկ չեն ունեցել։ Հարկ չվճարող տղամարդիկ չեն ունեցել։ Չգիտեմ, 18 տարեկանները միջև վիետնամական պատերազմը Ամերիկայում, 18 տարեկանները ընտրելու իրավունք չեն ունեցել։ Այդ ընտրելու իրավունք ձեռք բերելը դա մեծ քաղաքական պայքարի շնորհիվ է, որ մարդիկ հասել են դրան։ Մենք որպես բոշա ազգ, էդի պատրաստի եկե գլխներից լցվել, ոչ գիտենք, ոչ հասկանում ենք, ոչ օգտվում ենք դրանից։ Դա գանձ է, գանձ։ Ընտրելու իրավունք ունենալը։
Ու հիմա մարդիկ այդ գանձ ունեն չեն օգտագործում, այ մարդ։ Դուք սրա մասին մտածեք։ Ոչ թե այդ ոնց եղավ, որ 20%, 15%, 30% գնացին այս մեկին կամ այն մեկին զայն տվեցին։ Այդքան տոկոս այդ մարդիկ մոբիլիզացրել են։ Տնից հանե տարել են ընտրատարածք։ Իրանց խոսքով, իրանց չգիտեմ համոզիչ լինելով, իրանց կապերով, իրանց հարաբերություններով, տո միտեղ քֆուր անելով, ասենք թե։ Դե վերջի տարբերակ անընդունելի է իհարկե։ Բայց մարդկա իրար հետ քփուրով են խոսում, բացի քփուրից ուրիշ խոսք չի հասկանում։ Տես մարդ չգիտեք, ճիշտը խոսանք։ Չկան մարդիկ, որոնց միջև չասես այս սենց, ինքը չի բանանում, որ իրա հետ ես։ Այն կարգին հաղորդում կա, որ ասում է, շեֆ դե ասում էր վարպետը, որ գործը չի անում, վերջը տանտերը գժվում է, ռեմոնտ է վստահ է, այնքան է գժում ծեծում է, հետո շատ արագ գործը առաջ է գնում։ Ասում է, բա առանց ծեծելու չէր ելնի, ասում է, դե միջև այդ ասում էր, բայց տենց վստահ չէր ասում, համոզիչ չէր ասում։ Հիմա մարդկա միջև քփուրով չես խոսում, հետո նրա համար համոզիչ չի քո ասածը։ Այդպիսի մարդիկ էլ կան։ Դե հիմա է դա, ինգեր։ Մի խոսքով այսքանը։ Ես էլ իհարկե իմ տեղից ուշով հետևում եմ Մարտուն Գրիգորյանի որոշմանը, սպասում եմ այդ որոշմանը։ Շնորհակալություն Գյումրի։ Շնորհակալություն ձեր մեծ ու փոքրով։ Ձեր գրագետով ու անգրագետով։ Ձեր ամեն ինչով շնորհակալություն, որ դուք այսպես պահեցիք ձեզ։ Սա մեծ ջեր Փարաքյալին շնորհավորում եմ իհարկե Փարաքյալի ընտրություններին էլ, բայց Գյումրի իրոք մեր հայացքը ձեզ է ուղված։ Ես ընտրություններից առաջ ասում էի չխոսամ, իմ գործը չի, ես վեդեցի եմ։ Ես գյումրեցի չեմ։ Իսկ դա գյումրեցու, բացառապես գյումրեցու որոշումն է։ Եվ այդպես պիտի լինի։ Եվ ձեր որոշման համար, ձեր պահվածքի համար, այնուամենայնիվ շնորհակալություն։ Հուսամ սրանից էլ ավելին հետագայում մենք ունենանք։ Հուսամ։ Մյուսներին էլ կոչ եմ անում հարգել այդ մարդկանց ընտրությունը։ Դուք էլ ձեր տեղական ինքնակառավարման ընտրություններում ավելի լավ արդյունքներ ցույց տվեք։ Այդ մարդիկը տես ցույց տվեցին։ Ես գյումրեցի լինելով հիասթափված եմ մեզնից։ Գայանե ջան, որովհետև դուք իլյուզիաներով եք ապրում։ Եթե դուք գյումրեցի լինելով հիասթափված եք, ես ձեզ հասկանում եմ։ Ուրեմն դուք իլյուզիաներով եք ապրում։ Ուրեմն ձեզ համար դեռ ձմեռ պապին նվերներ ա բերում, ոչ թե դուք վեր եք կենում գնում եք ձեր ընտրությունը կատարելու։ Ուրեմն ձեզ համար դեռ տաղանդավոր մարդիկ, լավագույն առաջնորդները կամ առագիլն ա բերում կամ քյալամի միջից են դուրս գալի։ Տես չի լինում։ Դա լինում է պայքարով։ Իսկ ձեզ հանից հասնում էր մի բան, վեր կենալ գնալ ընտրատեղամաս մի հատ պծիշկա դնել։ Ամեն երկրորդ գյումրեցին դա չի արել։ Բայց էլի այնքանով, որքանով արել է, գոնե գյումրեցին ցույց տվեց, որ չի կարելի պետական իշխանությունը չարաշահելով, ԿՊ-ին է վերաբերվում, էլի, պետական իշխանությունը չարաշահելով, տեղական ինքնակառավարման ընտրություններ ապականել։ Չի կարելի։ Սա դուք հիմա չեք հասկանա, ինչ մեծ բան էր, բայց սա շատ մեծ բան է։ Հայաստանում իշխանության հորիզոնական բաժանումը ընդունված է, հասկանալի է, դատական, օրենսդիր, գործադիր, դատական։ Սա ընդունված է ազգային ժողով կառավարություն դատարան, որպես անկախ հակակշիռների փոխադարձ զսպումների մեխանիզմ, սա ընդունված է։ Բայց որ գոյություն ունի իշխանության վերտիկալ բաժանում, հանրապետական մասշտաբի, տեղական ինքնակառավարում, լավ կլինի միջանկյալ մի բան էլ լինի, որ մեր մոտ չկա։ Այս վերտիկալ բաժանման մասին հայերը չեն լսել, չեն պատկերացնում։ Այդ թվում ես ինչ չառանձնացնեմ։ Այսօր մեծ բան ա եղել, տեղական ինքնակառավարումը իդեմս իր հիմնական խաղացողների կապ չունի ովքեր են։ Երևանին ասելա ծո, դու իստեղ ենելու բան չունիս,
Հասկացար, ապճան։ Երևանին դա է ասել, Երևան ոչ թե Երևանցուն, այլ Երևանի պետական կառավարական ամառանոցին, չգիտեմ, այդ Բաղրամյան 26-ին, Գյումրին է դա ասել։ Ահա թե ինչի հեչ էական չի, ովքեր են իդեմս ումա դա ասել։ Գյումրին ասել է Երևան, դու ստեղ ավելորդ ես, սա տեղական ինքնակառավարման ընտրություններ են, հուսամ միջև վերջ գյումրեցին դա կպահի։ Իդեմս Մարտուն Գրիգորյանի որոշման։ Թերևս այսքանը, շնորհակալ եմ ձեզանից, մի բանով եմ նախանձում Գյումրիին, որ ունեք Միքայել arczepiskopos Աջապահյան, այդ դրա համար եմ ես նախանձում Գյումրի։